Բնապահպանական տեսչական մարմնի աշխատակիցները Երևան-Սևան մայրուղու վրա տարբեր օրերի հայտնաբերել են զիլ և գազել բեռնատարներով առանց համապատասխան փաստաթղթերի ապօրինի փայտանյութ տեղափոխողների։ Խոսքն ընդհանուր 15 խորանարդ մետր կողահատ տախտակի և 18,6 խորանարդ մետր վառելափայտի մասին է։ Հարց է առաջանում, արդյոք արդյունավետ է ճանապարհներին փայտով բացած մեքենաների փնտրտուքը։ Ես հասկանում, թե ում են բռնում վարորդներին, որոնք ոչինչ բանից տեղյակ չեն, մի քանի կոպեկ գումար են վերցնում պետբյուջե ու դրանով ամեն ինչը սահմանափակվում է։ Օրինակ, համացանցում վաճառքի հարթակներում կարելի է տեսնել վառելափայտի վաճառքի վերաբերյալ տասնյակ հայտարարություններ։ Բնականաբար, առաջին հերթին մտքովդ անցնում է, արդյոք հայտարարությունների տերերն ունեն փայտանյութի ծագման փաստաթղթեր, եւ եթե ունեն, արդյոք այդ փաստաթղթերը հիմնավոր են։ Հայտարարությունների նկարներում ծառերը բավականին առողջ տեսք են ունենում, եւ ընկալելի չէ, թե ինչպես են դրանք հայտնվել սանիտարական հատումների ենթակա ծառերի ցանկում։ Եթե դիտարկենք անտառում ինչ ծառեր են ընտրվում սանիտարական հատումների, ապա շատ դեպքերում ես ինքս ականատես եմ եղել ժամանակին, երբ որ աշխատում էի համակարգում, տեսնում եմ, որ այդ ծառերը ընդհանրապես սանիտարական հատման ենթակա չեն։ Այսինքն հատում են հիմնականում առողջ ծառեր, որոնք նույնիսկ շինափայտի որոշակի ելք ունեն։ Այսինքն սանիտարական հատում ասած նույնի չակերտավոր նշանակություն։ Իրականում օրինական հատվող ծառերի մեծամասնությունն առողջ է եւ ենթակա չէ հատման։ Տեղում դիտարկելու դեպքում նույն տեսչությունն է։ Պարզ կլինի, որ այդ հատումները ապօրինի են նշանակված, որովհետեւ այդ կառավարման պլանների հիմնական մասում գրված է, որ սանիտարական հատումները նշանակվում են անտառ պաթոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում վերահանում, որ այդ տարածքը հիվանդ է, թե վնասատուներով հարակված է։ Տպավորություն է ստեղծվում, որ ապօրինի անտառահատումների դեմ պայքարը ձևական պրոցես է։ Դրա շրջանակում ժամանակ առ ժամանակ հրապարակվում է տեղեկություն այն մասին, որ համապատասխան մարմինները ջրաջան աշխատում են եւ կանխում ապօրինությունները։ Նույն պահին մարդիկ բացեիբաց իրականացնում են փայտանյութի վաճառք, որը կասկածելի ծագումնաբանություն ունի։ Եթե արդեն ի սկզբանե այդ կառավարման պլաններում գրված է, որ հատուկ անտառ պաթոլոգիական ուսումնասիրություններ չի կատարվել, դա նշանակում է այդ ամբողջ ցուցակը կոպիտ ասած, որտեղ որ նշված են հատվածները, որտեղ սանիտարական հատումներ պետք է հատկացվեն, ապօրինի են։ Իրանք էլ գիտեն, որտեղ ինչա կատարվում, ես դրան ուղղակի համոզված եմ, որ արտադրամասը որտեղից է փայտ վերցնում, այդ փայտ վաճառողները որտեղից են այդ փայտը բերում։ Իհարկե, շատերը կարող են մատնանշել վառելափայտի սոցիալական նշանակությունը, սակայն պետական այրերը բազմիցս նշել են, որ պետությունն այլևս չունի փողի խնդիր, ինչպես նախկինում էր։ Ըստ այդմ, պետք է նաև չառաջանան դժվարություններ կարիքավորներին ձմռան ամիսներին աջակցելու հարցում։ Գազով եւ այլընտրանքային վառելիքով ջեռուցման սուբսիդավորումը, ըստ մասնագետների, կփրկի Հայաստանի անտառները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։